Սիրելի բարեկամներ, ողջունում եմ ձեզ, ես քաղաքագետ Գևորգ Մելիքյանն եմ, սա իմ հեղինակային հաղորդաշարն է Status Quo, եւ այսօր մենք այս հաղորդման շրջանակում հյուրընկալել ենք պատմաբան, մարտական եղբայրության անդամ Հրանտ Տեր-Աբրահամյանին։ Հրանտ, ողջունում եմ ձեզ։ Մենք շատ վաղուց առիթ չենք ունեցել ձեզ հետ շփվելու, հաճախ իմ հյուրերի հետ սարիթ ունենում եմ շփվելու մինչև եթերը, բայց ձեզ հետ դա էլ ցավոք առիթ վաղուց չենք ունեցել։ Շփվենք այդ իրավիճակը։ Հրանտ, այսօր ես ուզում եմ ձեզ հետ խոսենք մեր արժեքներից, Հայաստանի հայկական արժեքներից, որոնք կարծեք ուղղակի անխնա ոտնահարվում են, անխնա անտեսվում են, կամ միգուցե տպավորությունն է այդպեսին։ Համենայն դեպս այն պարակտվածությունը, որ մենք տեսնում ենք, նույնիսկ ես կասեի, այդ ատոմիզացիան, երբ որ յուրաքանչյուրը սկսել է այսպես փոքրիկ հավաքվել, եւ արդյունքում այդ միասնականությունը կամ ընդհանրապես որն է հայկական արժեքը, եկեղեցին կարծեք ոտնահարվում է, մեր պատմական իրողությունները եւ այլն։ Ոմանք համարում են սա նորմալ գործընթաց։ Դուք ինչպես եք տեսնում։ Տեսեք, իհարկե արժեքները նոր չի, որ ոտնահարվում են, այդ իհարկե արձանագրենք այդ փաստը բավական երկարատև խորքային process է, բայց այն ինչը որ տեղի է ունենում հատկապես վերջին առնվազն պատերազմից հետո, բայց ես կսկսեի նաև 2018 թվականից, սա իհարկե արտառոց է, իրոք արտառոց է, որովհետև տեսեք, պարտությունը, ռազմական պարտությունը ինքնին մի երևույթ է, որը լինում է շատ ժողովուրդների կյանքում է լինում եւ բնականաբար դա շատ մեծ, ես կասեի նույնիսկ էգզիստենցիալ մի հատ իրողություն է, գոյութենական, բայց կան տարբեր կերպեր այդ իրավիճակից դուրս գալու, կան տարբեր պատասխաններ այդ մարտահրավերներին, հա, ժողովուրդների տարբեր պատմության մեջ, հոգեբանության տեսակետից մեկը, եթե հասարակությունը, հանրությունը կամ առաջնորդող խավը, ավելի շուտ տվյալ դեպքում նախ եւ առաջ առաջնորդող խավը բավականաչափ կենսունակ է, ընդհանրապես հասկանում է ինչ է անում, այդ իրավիճակից դուրս գալու ելքեր կան եւ հաճախ նույնիսկ պարտությունը կարող է վերածվել դեպի վերելք ճանապարհի, եթե ճիշտ կերպով առաջնորդվում է հասարակությունը եւ ճիշտ կերպով մոբիլիզացվում է, ընդունում է մարտահրավերը եւ հասկանում է ինչ է պետք անել, նույնիսկ հաճախ պարտությունները այն դերն են ունենում, որ ժողովուրդներին ավելի բարձրացնում են, ինչ որ ժամանակ անց բնականաբար։ Մեր մոտ ցավոք սրտի համաշխարհային ավարտը այո, շատ օրինակներ կարող ենք բերել։ Նույնիսկ մեր պատմության մեջ մասնակի, ճիշտ է, մասնակի, բայց տեսեք, ցեղասպանության հետևած այն առաջի սերունդը քաղաքական իմաստով ոչ, բայց մշակութային իմաստով մենք ծաղկում ունեցանք, չէ՞, ասենք Մարտիրոս Սարյան, չգիտեմ, Երիշե Չարենց, Թամանյան, բոլոր ոլորտներում, այսինքն սա ինչ որտեղ մեր ժողովրդի պատասխաններ ահա որ մեծ աղետի, շատ ավելի մեծ, որտեղ ցեղասպանություն եւ պատերազմ համեմատելի չեն։ Հիմա պատերազմն են կոչում աղետ, ես դրա հետ համաձայն չեմ, բայց նա իսկական աղետ էր։ Բայց մենք ցավոք սրտի այլ ճանապարհով գնացինք, այսինքն այս պարտությունը մեզ էլ ավելի իջացրեց եւ էլ ավելի հիմա սկսում է քայքայվել։ Ես նույնիսկ պարակտում չէի կոչել։ Պարակտում, ատոմիզացիա, դրանք են երևույթներ, որ քայքայում, ուղղակի մտքի քայքայում, առաջնորդման քայքայում։ Ես լույս բառեր չեմ գտնում, չեմ հասկանում, նույնիսկ չեմ ընկալում, չեմ հավատում, որ հնարավոր է։ Օրինակի համար լրջագույն խնդիր, հիմա եկեղեցու խնդիր, հայ եկեղեցու խնդիր, լրջագույն կարևորագույն խնդիր է, որին ամենայն զգուշությամբ, պատասխանատվությամբ ես համաձայն եմ, որ պետությունը այդտեղ որոշակի անելիք ունի, ընդհանրապես սկզբունքորեն։ Բայց տեսեք ինչ են անում, վերածում են ինչ մակարդակի, ինչպես են իջեցնում այդ խնդիրը եւ դարձնում են դա անլուծելի իրական։ Եթե նույնիսկ կան ինչ որ խնդիրներ, որ պետությունը, հասարակությունը շատ նուրբ, հասկանալով ինչ պատասխանող թեմա է, պետք է իրոք ստրատեգիական մտածողության դեպքում մոտենալ այդ խնդրին։ Լրիվ հակառակն են անում, աղմուկի են վերածում, աղմուկը նույնիսկ այն բառը չի, շատ թեթև բառ է։ Գրեհկաբան եւ բնականաբար խնդիրը չի վատանում է, սկսում է նաեւ ատելությունը խորանալ։ Եվ բոլոր տեղերում, բոլոր ոլորտներում մենք տեսնում ենք այդ գրեհկաբանությունը, մակարդակի իջեցումը, քայքայումը հանրային դիսկուրսի, նույնիսկ չգիտես ճիշտ է դրան մասնակցել թե չէ, որտեղ երբ որ սկսում ես մասնակցել, ոնց որ դրա մասն ես դառնում, չես ուզում դրա մասին ես, չարձագանքել չես կարող եւ այսպես շարունակ։ Եվ ես ուզում եմ այս էլ ասեմ, երևի շատ երկարից պատասխան, ամեն դեպքում 2018-ի այդ այսպես կոչված հեղափոխության մեջ մենք պետք է տեսնենք սրա ակունքները, պետք է առերեսվենք դրա հետ, պետք է խոստովանենք, որտեղ այո, ազգի մեծ մասը մասնակցել է ամենալավ մոտիվներով, արդարության մոտիվներով, բայց ֆունդամենտալ խնդիր կար հենց սկզբից։ Այդ հեղափոխությունը ի սկզբանե չուներ որևէ դրական ծրագիր, թե ինքը բացի նրանից, որ հանում է
Չէ՞ որ մի ընդհանրապես անձի վրա էր կարծես մերժեր Սերժին։ Հանում է Սերժին, չգիտեմ թեկուս հին համակարգը չնայած նույնիսկ համակարգի խնդիր չեն դու։ Ինչ են իրենք անելու, բացի նրանից, թե ինչ իրենք չեն անելու։ Իրենք ասում են մենք չենք թալանի, չգիտեմ, ընտրություններ չենք կեղծի, այդ նեգատիվ ծրագիրը կար, բայց պոզիտիվ ծրագիր չկար, մանավանդ ծրագիր համադրություն պիտի փոխվեր։ Ծրագիր համապարփակ փոփոխություն պետք է լիներ, բա հեղափոխություն դա հեղափոխությունը կոմ իշխանափոխությունը չի, հեղափոխությունը բնականաբար արմատական համակարգային փոփոխություններ են մտածված։ Եվ մանավանդ այն մարտահրավերների պայմաններում, որ 18 թվին էլ իհարկե քաղաքական մտածող մարդու համար հասկանալի էր, որ հասունանում է արդեն ռազմական բախումը հասունանում է, դրան ընդառաջ եւ քիչ ժամանակ է մնացել, որովհետեւ 16 թվին ըստ էության սկսվել էր արդեն։ Պատերազմը 16 թվից է բացահայտ կերպով սկսվել։ Դրան ընդառաջ ոչինչ բան չկար, կար մենակ անձին հակադրվելու խնդիր եւ մենք մինչեւ չիմաստավորենք, որտեվ հիմա էլ այդ վտանգը կա։ Այսինքն մենք էլի կարող ենք դնել անձի խնդիր, օրինակ հիմա։ Ասենք դե բոլորս համախմբվենք, անձին հանենք, բայց մենք պետք է սովորենք մեր փորձից, որ ինչին սա հանգեցրեց։ Սա իրոք պատճառահետևանքային կապ կա այս քայքայման մեջ, որտեվ մենք արեցինք անվանապես հեղափոխություն, բայց իրական չարեցինք եւ էլ ավելի վատ ստացվեց, որ ժողովուրդը համախմբվեց, ինչ որ քայլի դիմեց եւ ստացավ այնպիսի արդյունք, որ կարող է սերունդների մեջ ամրագրվի եկեք ընդհանրապես հանուն արդարության էլ չպայքարենք։ Բայց մենք պետք է հասկանանք, որ հանուն արդարության պայքարելը պետք է, բայց դրա մեջ պետք է նաև միտք, ծրագիր, գիտակցություն, այլապես ստացվում է այս քանժանությունը։ Ես ուրիշ հարց ունեմ, բայց ուրիշ հարց եկավ ինձ մոտ 2008-ը, քանի որ մենք 18-ը հիշեցինք։ Արդյոք 2008-ն էլ փորձ չէր նույն ձևով կուտակված այդ դրական, ես կասեի, էներգիան, որը պիտի կարծեք գար եւ սրբեր անցյալի բոլոր սխալները կապիտալիզացվեց այն ժամանակ է Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից իրեն արդարացնելու, իրեն ռեաբիլիտացնելու համար։ Տեսեք, ինձ իհարկե գիտեք մի քիչ դժվար է այդ թեմայից խոսել, քանի որ ես ինքս հատկապես 2008-ին ակտիվ մասնակից էի։ Բայց կապ կա եւ իմ ներքին, այս մի քիչ իմ ներքին պատմության տեսակետից նաեւ, որտեվ ես օրինակ զարմանալիորեն իմ շրջապատի համար 2018-ին ընդհանրապես որևէ կերպ նույնիսկ մի հատ հանրավակի չեմ գնացել եւ բնականաբար իմ ամբողջ շրջապատը ընդհանուր մինչեւ ամենամոտ ընկերներ եւ զարմանում են եւ բացասական իմաստով էլի ասում են բայց դու ոնց ամբողջ քո կյանքդ այս բանի մեջ ա եղել մեծաշով գիտակից քո բանը ու դու հիմա չես գնում բայց իմ մեջ հենց այդ փորձից էր հասունացել որտեվ ես 2007-2008 թվականներից մտնելով այդ process-ների մեջ շատ բան նաև ներսից տեսնելու մենակ Լևոն Տեր-Պետրոսյանի խնդիրը չէր այնտեղ հետո էլի եղան իրադարձություններ, հա, ասենք նույն այդ կոնգրեսի օրինակ ԲՀԿ-ի դաշինքը տարբեր ընդդիմադիր բաներ եղան, Ռաֆիեն, Շարժումը Հովհաննիսյան։ Ես մոտավորապես ինչ որ փուլում դա երևի հիմա նույնիսկ տարեթվով ասեմ 2015-ի աշնան կողմերը իմ մեջ ներքուստ հասունացա, որ լավ, այս ու մենք ընդհանրապես ինչ ենք անում, այսինքն մենք ժողովրդին այդ թվում ես ունենք ինչ որ մի բան առաջարկելու բացի ուղղակի ասենք մեր ժողական բանից եւ ես սկսեցի հասկանալ որ իրական ես ուղղակի մտքումս սցենարավորեցի ասել լավ հասանք հաջողության հետո եւ ես սկսեցի հասկանալ որ չէ այս խավը հեղափոխական խավ ասենք առաջադիմական որի մասն էի նայ ես որպես խավ անհատների մասին չեմ խոսում կարող է առանձին շատ լավ անհատներ կային հանճարեղ բայց խավ որպես այդպես ինքը չունի էլ ոչ մի ավել բան քան ուղղակի փոխենք հետո կերևա եւ այստեղից իմ մոտ հասունացա որ արդեն մանավանդ 16-ի պատերազմն իմ համար ազդակ եղավ որ արդեն արտաքին միջավայրն է փոխվում որ ես այդ իմ դիրքորոշումը պայեցի 18-ին հիմա շատ ուրախ եմ այն ժամանակ բավականին դժվար էր դա պահել բայց ինչ որ չափով ուրախ եմ որ այդ պատասխանատվության տակ չընկա իհարկե սա անձնական բանով եմ պատում բայց հասկանում եք այդ անձնականը ոնց որ տվյալ դեպքում զուտ անձնական չի եւ այդ խնդիրը կա այդ խնդիրը իմ ջահից մինչեւ հիմա էլ կա այդ ժամանակ իմ մոտ հասունացավ նաեւ մի հատ միտք շատ կարճ ասեմ որ իրական որն է մեր ինչ իսկ որը պետք է լիներ այդ մեծ դրական ծրագիրը ես դա պայմանականորեն կոչեցի անկախության բովանդակության կառուցում որտեղ մենք անկախությունը ընկալում ենք որպես ֆորմալ մաս միայն ասենք մակում ճանաչում չգիտեմ հռչակագիր դրոշ որը շատ կարևոր է շատ լավ է բայց բովանդակությունը անկախության իմ կարծիքով իհարկե սա մի քիչ բան սահմանում կարող է թվալ կամ այդ ինստիտուտներն են համակարգերն են ազգային պետական որոնք էլ պետք է վերափոխվեն ոլորտ առ ոլորտ եւ պետք է պատկերացնեն ինչ հիմքով ինչ սկզբունքով այսա կլիներ կամ դեռ կարող է լինել հեղափոխություն երբ որ դու սկսում ես պաշտպանության ոլորտից օրինակ դուք հիմա այդ գիրքը որ ներկայացրեցիք համապարփակ անվտանգություն չէ այսա օրինակ
ենթադրենք այս մեկը պաշտպանության ոլորտի կոնցեպտուալ փոփոխության մասին է, չէ՞ խոսքը։ Եվ այդպես ոլորտ առ ոլորտ, կրթությունը, չգիտեմ, նույն եկեղեցու հարցը, տնտեսությունը, այսա կլինի հեղափոխություն, եթե որևէ կառավարություն գա եւ ասի ես հերթով բոլոր այս ազգային պետական կարևոր ինստիտուտները եւ նույնիսկ ոչ կարևորները հերթով արմատապես վերափոխել եմ այնպես, որ դրանք իրապես ծառայեն անկախ Հայաստանին, այդա կլինի հեղափոխություն, դա կլինի դրական ծրագիր, երբ որ այդպես ձևակերպվի Հայաստանում։ Իսկ մտքի հեղափոխությունը մեզ պետք է։ Այո, իհարկե ծրագրային, թե չէ հեղափոխությունը, իշխանապողությունը հեղափոխության ամենահեշտ մասն է, էլի դժվար է, բայց տեխնիկական խնդիրն է։ Այդա կլինի այն ինչ որ պետք է լիներ 18-ին, չեղավ, եւ ինչ որ դեռ հուսան պետք է լինի։ Այսինքն 18 հստեության մանիպուլացրեց այդ լավագույն արժեքները։ Մեծ հաշվով այդպես ստացվեց։ Ես էլ եմ ասում, շատ եմ կարևորում, տեսեք, մարդիկ կարող ասեն, քեզ հեշտախոսալ դու չես եղել, բայց ես շատ եմ կարում, որ հենց մասնակիցները ոչ թե նեղվեն, մտածելով, որ մենք արժեզրկում ենք, իրենք չենք արժեզրկում մոտիվացիան, իրենք հասկանան, նաև ակտիվ մասնակիցները, ովքեր հիմա այս կառավարության մեջ չեն, հասկանան, որ այդտեղ հիմքում կար սխալը, ոչ թե անձնապատճառը, այսօր էլ անձը չի պատճառ, հիմքում սխալ կար, որպեսզի մենք կարողանանք դուրս գանք։ Թե չէ, եթե չգնահատեցինք, նույնիսկ կներեք տեխնոլոգիայի մակարդակում, այսօր մենք տեսնում ենք, ով որ ընդդիմադիր պայքար է մղում, սկսում է 18-ի իմիտացիա անել, փողոց փակել, այդ մի անգամ եղավ, բայց հարցը տեխնոլոգիան չէր։ Այսինքն այս էլ պետք է հաղթարվի, չի կարելի հաղթել ում որ դու ուզում ես հաղթել իր տեխնոլոգիայով կամ իր կիրառած բանով, դա պարտության ճանապարհ է էլի։ Ինչու է մեր հասարակությունը սկսել հանդուրժել այս արժեքների ոտնահարումը, չէ՞ որ թվում է որ մենք շատ պահպանողական ենք, նույնիսկ եթե դենք ես այդ օրինակը հաճախ եմ բերում, եթե նույնիսկ ոչ քրիստոնյա կամ ոչ հավատացին ինչու մեկ ասի դու մուսուլման ես, կարող է վիրավորի կամ վիրավորվի ինքը։ Բայց ինչպես է ստացվում, որ այդ կարգի թույլ ենք տալիս, որ ճիշտ է որ ասեմ, ես առանձնապես չեմ սիրում այս հարցում հասարակությանը հենց մեղադրել, թեև որոշակի չեմ հասկանամ պատճառը։ Դե այդ բանը կա, չէ, ոնց որ դիսկուրս ասեմ, լավ, կա որ ժողովուրդն է մեղավոր հասարակությունը, միգուցե որոշակի մեղքի բաժին կարող են գտնել, բայց ես էլի գնում եմ հիմնականում ուզում եմ առաջնորդող խավին այդ հարցերը տալ, որ ինչու է այդպես ստացվում։ Դե մի քանի պատճառ կա, նախ հասարակությանը ըստ էության խաղից դուրս են մղել։ Այս համակարգը, որ մեր մոտ կա, հենց թեկուզ քաղաքական դաշտը մենակ վերցնենք, չնայած ավելի լայն։ Այդ շատ པարզ սխեմա է։ Ռեսուրսները կենտրոնացած են 2-3 բևեռների միջև։ Իրենք ըստ էության, ոչ չեմ ասում պայմանավորված, բայց փոխշահավետ խաղ են խաղում, որովհետև բոլորն էլ ունեն բոնուսներ իրավիճակից։ Եթե խնդիր է դրվում, որ հասարակության ներսից ձևավորվի որևէ հակակշիռ, դե դա անխուսափելիորեն քաղաքական պետք է լինի, հասկանում ենք, որ ի վերջո բոլոր հարցերը արժեքային, հանրային չես կարող առանց այդ գործիքի լուծել քաղաքական։ Մենք շատ նախ դժվար ճանապարհ պետք է անցնի, որովհետև ինքը եթե մենակ իր վրա է հենվում, ինքը պետք է կազմակերպվի, եւ պետք է գաղափարը ճիշտ ձևակերպի հակառակ շատ ավադույթների, որ մեր մոտ կան։ Եվ դա իհարկե բարդ գործ է։ Հիմա հասարակությունը մնում է չկազմակերպված։ Մեծամասնությունը հասարակության ես վստահ եմ կամ այդպես եմ զգում, որ այս իրավիճակի հետ հաշտ չի։ Բայց ինքը չի հասկանում ինչ անել, ուտով ինքը մնում է չկազմակերպված, չառաջնորդվող, պարակտված եւ ըստ էության փոքրամասնությունն է մեզ այսօր կառավարում, լայն իմաստով։ Իսկ այդպես չի եղել։ Գիտեք, այս բացասական փոքրամասնությունը, հա, ճիշտ եք ասում, բայց ամեն դեպքում երբ որ հիշեցնում, երբ որ փոքրիկ մի էթնիկ խումբը կարող է մեծերի վրա։ Բայց մի տեսակ այդ այնպիսի փոքրամասնություն է, որ ամեն դեպքում հանրության շահը չի ներկայացնում։ Հիմա հանրությունը իր մեջից կարող է առանձնացնել եւս մի փոքրամասնություն կազմակերպված, որը իր շահերը ներկայացնի առաջնորդի։ Տվյալ դեպքում հակադրություն կա, եւ նույնիսկ իրենք այդ ծրագիրը շատ իրենց տեսակետից ռեալիստական ունեն 26 թվականից հետո էլ շարունակել։ Այսա խնդիրը, այսինքն էլի հասարակության մեծ մասը խաղից դուրս մնացած վիճակում կարող է պարադոքսալ հեղափոխություն արած հասարակությունը չպետք է այդպիսի վիճակում հայտնվել, պետք է ավելի ակտիվ մասնակցային վիճակ լինել, բայց այսա գումարած մի բան էլ ասեմ, ամեն դեպքում տենց շատ խորը միտք չի, բայց էլի շատ ակնհայտ է բոլորիս ով Հայաստանում ապրել է, այս ամեն ինչին կաթիլ են հասցրել։ Այսինքն այս մեծ դոզար չի եկել։ Ես չեմ կարող ասել միտումնավորը թե չէ, բայց փաստն եմ արձանագրում հենց ին վրա, որովհետև մարդը չի կարող անվերջ ստրեսային վիճակի մեջ ապրել։ Հիմա հիշեք օրինակ 2020 թվականի նոյեմբերի 9-ի մեր ապրումները, բայց դրանից հետո էլի ինչ էր եղան, մենք արդեն այդ նույն ապրումները չենք կարողանում անընդհատ ունենալ։ Մեզ այդ տեղի է ունեցել այս վերջի 5 տարվա մեջ արդեն ըստ էության անպատկերացնելի, ցանկացած մեկից եթե
նույն 20 թվականի ամռանը մեկը պատմեր, թե մենք ինչով ենք ապրելու եւ մնալու ենք ոնց որ կենթանի, չենք օրինակ գժվելու, ոգեխանգարվելու, ոչ մեկս կարծում չէր հավատա։ Ասել այդ տիպի հնարավոր չի։ Շատ մեծ չափազանցություն ես անում պատմող ջան, բայց փաստն է որ մենք դա ապրել ենք, բայց ապրել ենք փոքր, ըստ մոտ մեկ մեծ, բայց հիմնական փոքր դոզաներով, ասենք 20 թվականի նոյեմբերինից, հետո Արցախի կորուստ 2 տարի անց, հետո շարունակ եւ այսօր մենք սովոր ենք այնպեսի բաներին, էլի, թեկուզ բան մակարդակով, ասենք օրինակ հայոյախոսությունը հրապարակային խոսքում դառել նորմա։ Հիմա մեկը կասի Արցախի կորստի համեմատած դա տենց խնդիր չի, ես կասեմ դա էլ է շատ, իմ համար շատ լուրջ խնդիր է։ Չպետք է նորմա լինի եւ հայոյանքը չպետք է նորմա դառնա, որտեվ դա մտքի բացակայության ցուցիչ է եւ վեճի բացակայության ցուցիչ է։ Հայոյանքը իր տեղն է կյանքում, մենք բոլորս գիտենք, որտեղ ինքը կիրառելի է, բայց հրապարակային խոսքում դա ցուցիչ է նրա, որ իրական բախում չկա կողմերի միջև։ Ես նայում եմ, ասում, եթե սկսում են իրար ուղակի փողոցային լեզվով հայոյել, ուրեմն իրանք իրական բանավեճություն ուզում են թաքցնել հայոյանքի տակ, որ ասելիք չկա, տակը փորում ես բան չկա։ Այդ է Գևորգ ջան, չգիտեմ։ 26-ը հիշատակեցիք նրան։ 26-ը շատերի համար հիմա արդեն դարձել է ամենակարևոր թիվը ըստ էության, որովհետև դուք նշեցիք այն, որ մենք չպիտի նորից 18 թվականի նման մեկ անձի վրա կենտրոնանանք, բայց մենք հասկանում ենք, որ այդ անձի վրա կենտրոնացումը ոչ բավարար, բայց կարևոր նախապայման է։ Հիմա ինչպես պիտի ես ձեզ ինքնակազմակերպվի հանրությունը, որ 26 թվականին թույլ չտա նորից այս վերարտադրությունը։ Տեսեք, Գևորգ ջան, նախ իհարկե 26 թիվը շատ կարևոր է, բայց մի հատ նյուանս կա, ես ուզում եմ, որ մենք նաև էլի գերկենտրոնացում չունենանք հենց ընտրությունների վրա, ինչի որտեղ դա բերում է հետո վատ հետևանքների։ Գալիս է այդ ընտրությունները, մասնակցում են քաղաքական ուժերը կամ չեն մասնակցում, ստանում են արդյունք, եթե բացասական, ապա մեծ էլի հիասթափության բան է գնում ու մարդիկ ասում են անելանելի է։ Հիմա ինքը շատ կարևոր է ընտրությունը, բայց մենք պետք է դիտարկենք այս պայքարը, որը մենակ քաղաքական չի էլի, ինքը ըստ էության չգիտեմ ինչ ասեմ, նաև հոգևոր է, նաև արժեքային է, տես պետք է հեռանկարային, այսինքն եթե պետք լինի 10 տարի, ուրեմն 10 տարի պետք է գնա։ Պետք լինի մի տարի, ուրեմն մի տարի պետք է գնա։ Կարևոր չի տրամադրվել հեռանկարային։ Ժամանակ ունենք ուղղակի իրան։ Դե տես, ժամանակ չունենալով ասելով, մենք մեծ հաշվով 5 տարի կորցնենք որպես հասարակություն։ Ես միշտ ասում եմ 5 տարի կորցելա պետությունը, օրինակ եթե նորմալ պետություն լիներ, նույն պաշտպանության համակարգը այս 4-5 տարվա մեջ կհամաձայնվես երևի հետ, հնարավոր է այնպես վերափոխել։ Այո, որ մենք արդեն այսօր կարող ենք նորմալ խնդիր լուծենք եւ մեր հետ էլ ուժի լեզվով չխոսենք։ Իհարկե։ Դա պետությունը կորցրել է, անհույս է, որ այս կառավարությունը երբևէ այդ ճանապարհով կան, բայց մենք հասարակությունը նույնպես իմ խորին համոզմամբ կորցրել ենք, որտեղ 4 տարվա մեջ իմ կարծիքով հնարավոր էր ամեն դեպքում այնպիսի կազմակերպված ուժ ստեղծել, որը իրոք այլընտրանք կներկայացնել։ Հիմա բայց փաստ է, որ 4 տարի մենք իսկ մի տարում այդպիսի ուժ ստեղծել է, ես չեմ կարող։ Կան մարդիկ, որ ասում են հնարավոր է, տարբեր խելոք մարդիկ ծրագրեր են ներկայացնում, այո, շփում կա եւ այլն։ Ես էլի խնդիր չունեմ։ Բայց ես չեմ ավտոմոբիլ մի տարվա մեջ դա հնարավոր է, դրա համար ես ասում եմ 26 թիվը մտքում ունենալով, բայց նաև հեռանկարը պլյուս դրան։ Մի բան էլ ուզում ավելացնեմ, ամեն դեպքում իրավիճակը այնպեսին է անկանխատեսելի, որ մենք չգիտենք մինչև ընտրություններ կհասնենք, ինչ ձևով կհասնենք, եւ պետք է շատ ուշադիր լինել նաև իրավիճակային, որտեղ քաղաքականության մեջ ինչքան էլ դու կազմակերպվես, պատրաստվես, միշտ պետք է նաև իրավիճակ, չէ՞, այսինքն առանց իրավիճակից դուրս չի ստացվում քաղաքական գործողություն։ Նաև ես մի բան էլ ասեմ, կարևորում եմ նաև կարևորում ենք մեր մարտական եղբայրությամբ էլ քննարկում ենք, նաև մենք քաղաքական ուժեր ենք պատրաստում ստեղծել, կուսակցություն գրանցել, բացի ընտրություններից շատ կարևոր է այս հանրակրվեի հարցը սահմանադրության թեմայով։ Հիմա երբ որ դա լինի, որտեվ վերջնական ժամկետ չեն ասում, տարբեր բաներ են, չի ասում, մեկ ասում են 27 թիվ, մեկ ասում են 26 թիվ։ Ուսով եմ դեմ եք լինելու։ Դե բնականաբար ոչ թե դեմ եք լինելու, այլ ես կարծում եմ, որ դա կարող է լինել էլ ավելի կարևոր մոբիլիզացիոն մի հատ իրավիճակ, քան նույնիսկ ընտրությունները, որտեղ ընտրությունների ժամանակ ամեն դեպքում կա մրցակցություն, ընտրությունների ժամանակ կան տարբեր ուժեր, թեկուզ գաղափարակից, կուսակցականացված։ Այո, այդ դրանից անհնար է խուսափել եւ հաճախ հենց գաղափարակից ուժերն էլ ուզած-չուզած իրար օբյեկտիվորեն մրցակից են դառնում, բոլորի միավորմանը ես չեմ հավատում, դա չի ստացվում։ Կամ դիլեր են անում մեկ մյուսի հետ։ Կամ տարբեր այդ ականներ են նետում դաշտում իշխանությունները իբր ընդդիմադիր եւ այլն։ Այստեղ հարցը շատ պարզ է լինելու,
այո կամ ոչ, հա, դու չես կարող այստեղ խուսափել, դու չես կարող այստեղ այսպես ասած ինչ-որ խուսանավել, եւ այստեղ մոբիլիզացիոն մեծ ռեսուրս կա, որ եթե մենք կարողանանք նաեւ ճիշտ ձևով ժողովրդին բացատրել, որտեղ իշխանությունը ասել է սա պատերազմ թե խաղաղություն է, այս հանրակվեն, մենք պետք է այո խաղաղություն է, այո, մենք մնացածներով պետք է փորձենք ժողովրդին բացատրել, որ սա անկախություն կամ ոչ անկախություն է, ստեցեն անկախության հանրակվել, որտեղ անկախության հռչակագրի հարցն է դրվում, պետություն առանց անկախության հռչակագրի նոնսենս է, մեծ հաշվով դա է դրում եւ մենակ հռչակագիրը չի, մեծ կոնտեքստը բացատրի, թե ինչի մասին է սա։ Այս սա օրինակ, բայց ես կարծում եմ, ախր մենք ես նախ չեմ սիրում, հիմա այդպես մի քիչ բաց խոսում ենք, բայց իրենք էլ են դա հասկանում, որ դա կարող է իրենց համար խնդիր լինել, որովհետեւ տեսեք, ես ասում եմ նույնիսկ եթե ընտրություններին հաղթեն, բայց հանրակվեն պարտվեն, դա իրենց մեծագույն պարտություններն ու եւ հավանաբար նաեւ իշխանության կորցնելու սկիզբը, բայց իրենք էլ են դա հասկանում։ Դրա համար ես կարծում եմ իրանք հնարավորինս խուսանավելու են այս թեմայում եւ խուսանավում են եւ անորոշության մեջ են ողալու ընդհանուր մինչեւ ժամկետներ եւ այլն, չգիտեմ, բայց սա մեր մտքում պետք է ունենանք։ Չկա Ադրբեջանի կողմից։ Դե ճնշումը կա, բայց տեսեք, իրենք Ադրբեջանի հետ մշտական ոնց հասկանում են երկխոսության եւ տարբեր ոչ չերևացող մասով, որտեղ օրինակ նույնպես եկեղեցու թեման էլ ես չեմ սիրում կոնսպիրոլոգիաներ, բայց իմ համար շատ տարօրինակ էր այս համընկումը, որ ասենք սկիզբը դրվեց ըստեյության Ադրբեջանից, բոլորս տեսանք ու ստեղ լրիվ անիմաստ ոնց որ թեմայով, հա, ասենք այդ իրանց ոչինչ շատ բնորոշ չուրաններ, անիմաստ մի հատ արտահայտություն անիմաստ թեմա, հանկարծ այս թեման ասենց սրվեց։ Ու տենց ըստեյության Facebook-յան մակարդակի է, ասենք կռվի, գալմաղալի մակարդակի, ես չգիտեմ, ես կարող ենք նման պատահականությունների հավատալ, թե չէ որքան էլ խուսափեն կոնսպիրոլոգիկ վարկածներին, այնպես որ Ադրբեջանի հետ ամենայն դեպս ցուցիչները ցույց են տալիս, որ նրանք շատ տենց մեծ խնդիր չունեն, այսինքն ինչ որ մի երկխոսության մեջ կան, մանավանդ տարբեր միջնորդներ էլ կան այդտեղ, այդ երկխոսության։ Ես չգիտեմ, ամենայն դեպս այս թեման կա, այս էլ պետք է մտքներումս պահենք, այսինքն այդ երեք բանը, մեկ անպայման հեռանկարը նկատի ունենանք, այսինքն ինչքան էլ տևի, որտեղ հենց ասում ենք ժամանակ չկա, իմ փորձից ելնելով ստացվում է, որ մենք արդարացնում ենք անգործությունը։ Ես այս 4 տարվա մեջ շատ եմ լսել, մեր գրասենյակ էլ գալիս են, ասում են ժամանակ չկա, ասում եմ գիտեմ որ չկա, բայց եկեք մի բան անենք, կազմակերպվենք, հետո որպես կանոն ոչ բոլորը, բայց այդպես անողների մեծ մասը կորում են ու պարզվում է, որ 4 տարի եւս անցավ, ոչ մի բան չեղավ։ Ժամանակ չկա, ժամանակ վաղուց չկա Հայաստանում։ 2016-ից ժամանակ չկա։ Բայց մենք այդ պայմաններում ստիպված ենք գործել էլի։ Դրանց ես շատ հարցեր եմ, բայց մեր եթերը ավարտվում է։ Հասկանալի, հա, Գևորգ ջան։ Սեմ հարցեր տալ մենք եւս մի քանի ժամ երևի կխոսենք, առիթ կունենանք դեռ խոսելու, ամենայնպես մենք հիմա մի փուլ ենք մտնում, որտեղ բոլորիս դուք նշեցիք ամենասկզբում մտքի քայքայման երևույթը։ Մեզ իսկապես պետք է կանգնեցնել այդ մտքի քայքայումը, որտեղ միտքը եթե չկա նաև պետություն չկա ազգը։ Իհարկե։ Դա շնորհակալություն ձեզ այդ կարևոր։ Շատ ես էլ եմ շատ շնորհակալ Գևորգ ջան։ Հարցերը բարձրացնելու եւ շնորհակալություն նաև բոլոր նրանց, ովքեր հետևեցին այս քննարկմանը, մենք հյուրընկալեցինք պատմաբան մարտական եղբայրության անդամ Հրանտ Տեր-Աբրահամյանին, ձեզ հետ էր քաղաքագետ Գևորգ Մելիքյանը, հաջողություն ձեզ։